Ֆինանսական գրագիտության հիմքերը պետք է դրվեն մինչև գումար վաստակելն ու դրա տնօրինումը, որպեսզի հնարավոր լինի խուսափել սխալներից ու խարդախությունից, եւ որքան շուտ սկսվի ուսուցումը, այնքան տեսանելի ու ազդեցիկ կլինի արդյունքը։ Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով Իդրամն ու ID բանկը շարունակաբար ներդրում են կատարում ֆինանսական կրթության ոլորտում, արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացնելով արշավներ։ Այս անգամ նախաձեռնության շրջանակում նրանք հայորդի ճամբարում էին։ Այդ հյուրերը մեր շատ հարազատ սիրելի ընկերներն են, ID բանկը եւ Իդրամը, մարդիկ ովքեր որ տարիներ շարունակ մեր կողքին են, ձեր կողքին են եւ հենց իրենց շնորհիվ էլ իրականություն է դարձել մեր ճամբարի առաջին փուլը։ Եկել ենք, որ միասին բացահայտենք ինչ է ֆինանսական գրագիտությունը, ոնց ունենանք մեր գրպանի գումարը, ոնց կնայենք դա։ Ինտերակտիվ ու ինֆորմատիվ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, զեղծարարությունից պաշտպանվելու կանոնները։ Ով է մանուկների օգնականը ֆինանսական աշխարհում։ Ճիշտ է, եկեք միասին դիմավորենք ջունիորին։ Ճամբարականներին այց էր եկել նաև Իդրամ Junior Multiross-ը, որն արդեն սիրված ու շատերին ծանոթ կերպար է։ Հենց նրա մասնակցությամբ ներկայացվեց երեխաների համար նախատեսված ֆինանսական հավելվածը։ Ներկաների մի մասն արդեն իսկ հմտորեն վճարումներ են կատարում հավելվածի միջոցով, մյուսները նոր ծանոթացան դրան։ Վճարումներ կատարեցին QR-ով։ Ճամբարի մոտ 100 սանի համար սա պարզապես դաս չէր, նրանք սովորեցին, թե ինչ է բյուջեն, վարկն ու ավանդը, ինչ վճարային համակարգեր կան։ Ամենաակտիվ մասնակիցները ստացան մրցանակներ։ 13-ամյա Դավիթը վստահ է, յուրացրել է ոչ միայն բանկի աշխատանքի սկզբունքները, այլև սովորել զերծ մնալ խարդախությունից։ Եթե մեր քարտի դիմացի եւ հետևի ամբողջությամբ բոլոր թվերը տանք ուրիշին, ապա նրանք կարող են վերցնել մեր գումարները այդ քարտից։ 12-ամյա աղավնին էլ ֆինանսական անվտանգության մասին շատ բան գիտի։ Ասում է կցանկանար, որ նման դասընթացներ հաճախ լինեին, իր ընկերներն էլ դրանց մասնակցեին ու անհրաժեշտ գիտելիքներ ստանային։ Ինքն այս դասընթացից սովորեց, որ հարկավոր է գումարի մի մասը խնայել։ Մեր գումարի 80%-ը պետք է ծախսել, իսկ այն 20%-ը միշտ մի կողմ դնել։ Կարծում եմ շատ արդյունավետ ու հագեցած դաս ենք ունեցել, երեխաների հետաքրքրվածությունը, ներգրավվածությունը շատ հաճելի էր։ Իդրամի եւ ID բանկի արդեն երկրորդ տարին իրականացվող այս արշավը ապացուցում է, որ ֆինանսների մասին գիտելիքը կարող է մատուցվել պարզ ու հետաքրքիր ձևով, ինչը կարևոր քայլ է ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու գործում։ Ֆինանսական գրագիտությունը ոչ միայն գործնական հմտություն է, այլ նաև վստահության աղբյուր է սեփական կյանքի եւ ապագայի համար, եւ ես շատ ուրախ եմ, որ ID բանկի համար այս թեման սոցիալական պատասխանատվության թիվ 1 առաջնահերթությունների շարքում է։ ID բանկի եւ Իդրամի այս արշավը երեխաներին եւ պատանիներին հնարավորություն է տալիս ֆինանսների աշխարհ մուտք գործել ավելի ինքնավստահ եւ կայացնել գիտակցված որոշումներ։